Դեկտեմբերի 21-ին Հայաստան ժամանեց ՀԱՊ գլխավոր քարտուղարը։ Երևանում պետք է ստորագրվեին փաստաթղթեր, որոնք ընդունվել էին Մինսկում, ՀԱՊ գագաթնաժողովում։ Սակայն հայտնի չէ Հայաստանի իշխանությունները կմիանան այդ համաձայնագրերին, թե կանտեսեն դրանք։ Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով իրավիճակը կփոխվի, եթե ստորագրվի հայ-ադրբեջանական հաշտության պայմանագիրը։ Այդ դեպքում ըստ քաղաքագետի ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանն ավելի կոշտ դիրքորոշում կդրսևորի։ Ադրբեջանը ցավոք մեզ հետ խաղաղություն չի ուզում, այլ խաղաղության բանակցությունների անգամ խաղաղության համաձայնագիրը փորձելու է օգտագործել մեր դեմ նոր հաջորդ ագրեսիան լեգիտիմացնելու նպատակով, այսինքն իրենց ուզածը խաղաղությունը չի, եւ հետեւաբար անգամ խաղաղության փաստաթղթի ստորագրումը այնպես ինչպես Ադրբեջանն է պատկերացնում, դա ավելի շատ կմոտեցնի հաջորդ պատերազմը, քան կհեռացնի։ Հայաստանի իշխանությունները ՀԱՊԿ-ին մեղադրում են 2021-22 թվականներին Ադրբեջանի հետ սահմանին զինված բախումների ժամանակ պայմանագրային պարտավորությունները չկատարելու, Երևանին աջակցություն չցուցաբերելու մեջ։ Սա մի կազմակերպություն է, որտեղ անդամները պարտավորվում են պաշտպանել, եթե շատ կարճ ձևակերպենք, միմյանց սահմանները։ Եվ մեր սահմանները խախտվել են, եւ մենք տեսել ենք, որ այս կազմակերպությունը այնքան էլ չի շտապել այդ սահմանները պաշտպանել։ Այնուամենայնիվ, թղթի վրա Հայաստանը դեռ ՀԱՊԿ անդամ է, ինչը նշանակում է, որ Մինսկի գագաթնաժողովի փաստաթղթերը իրավական ուժ չեն ունենա, քանի դեռ Հայաստանը չի ստորագրել դրանք։ Ընդհանրապես ՀԱՊԿ-ում բոլոր որոշումները ընդունվում են կոնսենսուսով։ Պատճառներից մեկն էլ նաեւ դա է, որ ես ասում եմ, որ Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում չեմ կարծում, թե ՀԱՊԿ-ը արագ կարձակարգի, որովհետև այնտեղ էլ, եթե պարզասենք Ադրբեջանը նույն ՀԱՊԿ-ում ավելի շատ դաշնակիցներ ունի, քան Հայաստանը։ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ չի համարձակվի նոր ագրեսիա ձեռնարկել առանց Ռուսաստանի հետ նախապես համաձայնեցնելու։ Իսկ Ռուսաստանը ադրբեջանական այդ ագրեսիան կարող է ընկալել որպես Հայաստանից իր ուզած օգնության դիմաց Հայաստանից իր ակնկալածը օգելու միջոց։ Վերլուծաբանների մի մասն էլ այն համոզմանն է, որ Հայաստանի իշխանություններն արդեն ընտրություն են կատարել հօգուտ Արևմուտքի։ Հայաստանը հույսը դնում է Արևմուտքի ավելի կոնկրետ, ավելի օբյեկտիվ աջակցության վրա։ Այս դեպքում Հայաստանը կարող է ավելի վճռական քայլեր ձեռնարկել ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա սրման ուղղությամբ, նպատակ ունենալով դրանք խզել ընդհանրապես։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։